Ողջույն, Հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ իհարկե զրուցելու ենք առողջության մասին։ Մեր այսօրվա գլխավոր թեման նվիրված է ալերգիաներին։ Ինչ են սրանք իրենցից ներկայացնում, ինչպես ախտորոշել եւ ամենակարևորը ինչպես խուսափել բարդություններից կհասկանանք դիտելով մեր այսօրվա հաղորդումը։ Սկսում ենք իհարկե դիտումը տեսանյութից, հետո հրավիրում ենք մասնագետին։ Պաշտոնական վարկածով կինոդերասան մարտարվեստի անկրկնելի վարպետ Բրյուս Լիի մահվան պատճառն ամենասովորական գլխացավի դեղն էր ացետիլսալիցիլաթթուն, որը 33-ամյա Լիի օրգանիզմում ալերգիկ սուր ռեակցիա, անաֆիլակտիկ շոկ էր առաջացրել։ Անաֆիլակտիկ շոկը 10-ից 2-ի դեպքում բերում է մահվան։ Դեղամիջոցներից բացի հաճախ ալերգիայով պայմանավորված անաֆիլակտիկ շոկ է առաջացնում մեղվի խայթոցը։ Դեղամիջոցներ, միջատների խայթոցներ, ծաղկափոշի, սնունդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով միայն վերջին 2 տասնամյակում 3-ից 4 անգամով ավելացել է ալերգիաներ ունեցողների թիվը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները շեշտում են, գլոբալ տաքացումը ալերգիաների տարածման գլխավոր գործոններից է։ Գլոբալ տաքացման հետևանքով մոլորակի շատ անկյուններում գարունն անհամեմատ երկարել է։ Հետևաբար երկարել է ծաղկման շրջանը, որի ընթացքում սրվում է ամենատարածված ծաղկափոշուց ալերգիան։ Հակաբիոտիկների անհարկի կիրառում, արհեստական հավելումներով սնունդ, ծանր մետաղներով աղտոտված օդ։ Ալերգիաների առաջացմանը եւ սրմանը նպաստող արտաքին գործոնների թիվն ինտենսիվ մեծանում է։ Պատահական չեն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ Ալերգիկների առավել մեծ տոկոսը քաղաքաբնակ է։ Հայաստանն արտաքին գործոնների առումով անբարենպաստ գոտի է։ Երևանում օդի աղտոտվածությունը վերջին տարիներին հատել է կարմիր գծերը։ Ըստ Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի տվյալների, միայն մայրաքաղաքում այս պահին գործում է 12 ոչ մետաղական հանքավայր։ Հանքավայրերի մի մասը բնակավայրերին շատ մոտ է, ինչի արդյունքում օդում խտանում է փոշու վտանգավոր մոլեկուլների թիվը։ Սա պատճառ է ոչ միայն ալերգիաների, այլև սուր քրոնիկ շնչառական հիվանդությունների ավելացման։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 2024 թվականի զեկույցի 131 երկրների շարքում Հայաստանը 22-րդն է օդի աղտոտվածության մակարդակով։ Աղտոտվածության մակարդակը մեր երկրում առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորմայից 6 անգամ ավելի է։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյան, դիմավորենք։ Ողջույն, բժշկուհի։ Ասենք ամենակարևորից, ոնց եք դուք նկարագրում հատկապես երեխաների ծնողներին, ոչ բժշկական տերմիններով, ինչ է իրենց ներկայացնում ալերգիան։ Եթե շատ պարզ ասենք, ալերգիան դա իմուն համակարգի սխալ պատասխանն է այն գործոններին, որոնք իմուն համակարգը չպետք է սխալ ընկալեր։ Ես ձեռքի հետ այսպես ալերգեններ փորձեմ, իսկ ինչ է տեղի ունենում։ Ինչ է իրենց ներկայացնում ալերգենը։ Ալերգենը դա սպիտակուցային ծագման սնունդ է դեպքերի մեծ մասում։ Պետք է ասեմ, որ ընդամենը 1 ալերգեն կա, որը սպիտակուց չի, կամ 2, եւ մնացած բոլոր ալերգենները դրանք սպիտակուցներ են, որոնք մեր իմուն համակարգի կողմից ընկալվում են սխալ։ Եթե իմունիտետը ճիշտ է արձագանքում, ապա արտադրվում են G խմբի հակամարմիններ, որոնք մեզ չեն վնասվում։ Եթե իմուն համակարգը սխալ է աշխատում, հայտնաբերվում են E խմբի հակամարմիններ, որոնք էլ սպիտիզմ են դնում այդ սխալ իմուն պատասխանին, որը մենք տեսնում ենք ցանի ձևով, այտուցների ձևով, տեսնում ենք շնչահեղձության, դժվարաշնչության ձևով։ Ես կարող եմ ենթադրել, որ դա հենց առաջին հանդիպման ժամանակ չի լինում, այլ երևույթները առաջանում են երկրորդ հանդիպումից։ Սովորաբար այդպես էլ լինում է, եւ հենց դա է պատճառը, որ մենք շատ լուրջ ենք վերաբերվում երեխայի առաջին կոնտակտին ծննդի հետ, եւ դա ամենակարևորն է, որ մեր ծննդատան մանկաբույժները պետք է հիշեն։ Եվ արդեն ապացուցված է բազմաթիվ գիտական հետազոտություններով, որ երբ երեխայի առաջի կոնտակտը տեղի է ունենում ոչ թե մայրական կաթի հետ, այլ արհեստական կաթնախառնուրդի, որը իր մեջ պարունակում է կովի կաթի սպիտակուց, եւ հետո մայրը հանգստանում է, կարողանում է սկսել նորմալ երեխային կերակրել, եւ մի քանի ամիս հետո, երբ մայրը պետք է աշխատանքի դուրս գա եւ երեխան պետք է արդեն լրացնի մի փոքր կրծքի կաթը արհեստական կաթնախառնուրդով եւ հենց այդ կոնտակտի դեպքում էլ զարգանում է ալերգիան։
Այսինքն, որտեղ մեկ անգամ արդեն շփվել է, արդեն օրգանիզմը ճանաչել է, այդ առաջի ճանաչելուց կարծես թե ոչինչ չի եղել։ Այո, դեռ չկան հակամարմիններ, դեռ ծանոթ չի իմուն համակարգը։ Բայց արդեն երկրորդ հանդիպման ժամանակ այդ սպիտակուցի հետ արդեն դրսևորվում է ալերգիկ ռեակցիա։ Փորձենք հասկանալ ընդհանրապես տարածվածությունը եւ հենց հիմա մեր հանդիսատեսին խնդրում եմ, ովքեր ունեն ալերգիաներ կամ կարծում են, որ ունեն ալերգիաներ, քվեարկեն, իսկ ձեր կարծիքով Հայաստանում ինչպիսին է տարածվածությունը, որովհետեւ տպավորությունը, որ ամեն երկրորդը ասում է ես սրանից կամ նրանից ալերգիա ունեմ։ Իրականում տարածվածության մասին այս պահին միայն ենթադրություններ կարող եմ ասել։ Ենթադրում եմ, որ պետք է տարբեր ալերգիկ հիվանդությունների տարածվածությունը, որոնցից օրինակ ամենահաճախը ալերգիկ ռինիտն է, պիտի որ մոտ 10%-ի հասնի։ Կա տարբերություն, թե ինչից է իմ մոտ ալերգիան։ Այսինքն դա կաթ է, դա ձու է, մեղր է կամ, չգիտեմ, ելակ է, նշանակություն ունի, այսինքն դրանից կարող է փոխփոխվել ալերգիայի տեսակը, ալերգիայի ձևը, թե կարևորը հենց գաղափարն է եւ բոլորի պարագայում գործում է նույն մեխանիզմը։ Մեխանիզմը բոլորի դեպքում էլ նույնն է, բայց պետք է ասել, որ բոլոր սննդատեսակները երկու մեխանիզմներով կարող են առաջացնել ալերգիա։ Այն ալերգիան, որոնք մենք հենց անվանում ենք ալերգիա, դա անհապաղ մեխանիզմով է ընթանում, այսինքն սնունդի հետ կոնտակտից հաջորդող 2 ժամերի ընթացքում, առավելագույնը 2 ժամերի ընթացքում բացառություն կա մեկ, դա կարմիր մսի նկատմամբ ալերգիան է, օրինակ տավուշի մարզում, լոռու մարզում եւ ինչպես մենք նկատեցինք մսից ալերգիա։ Մսից ալերգիա։ Ինչպես մենք նկատեցինք այս օրինաչափությունը, երբ մեզ մոտ գալիս էին զորակոճիկներ բոլոր մարզերից եւ մենք հետազոտում էինք, պարզվեց, որ կարմիր մսի նկատմամբ ալերգիա տարածված է Հայաստանի այն հատվածներում, որտեղ անտառածածկ է։ Նույնիսկ լինում են մարդիկ, որ գլխի էլ չեն ընկնում ինչից է առաջացել ալերգիան։ Ինչով է պայմանավորված, որ ոմանց մոտ ալերգիաները դրսևորվում են վաղ մանկական հասակում, իսկ ոմանց մոտ կարող է արդեն չափահաս հասակում նոր առաջի անգամ ալերգիա դրսևորվի։ Կա այդպիսի տարբերակ։ Այո, մեծ տարիքում եւս կարող են նոր սկսել դրսևորվել ալերգիաները։ Այսինքն, այնպես չի, որ ես առաջի անգամ ելակ կերակ 20 տարեկանում։ Իդեպ ելակից ծայրահեղ հազվադեպ է ալերգիա լինում։ Ձու կերակ 20 տարեկանում առաջի անգամ։ Այ ձվից ալերգիաները վաղ տարիքում են լինում։ Իսկ կաթից։ Իսկ կաթից ալերգիաները ամենաշուտն են սկսվում։ Ինչու համար է այդպես, որովհետեւ այդ սննդատեսակների հետ առաջին կոնտակտը լինում է վաղ տարիքում հենց դրա համար է եւ դրանք ամենահաճախն են մեր կենցաղում օգտագործվում եւ բնականաբար այդ նյութերը, որոնց հետ երեխան ամենահաճախն է կոնտակտ ունենում, դրանց նկատմամբ առավել հաճախ են զարգանում, որովհետեւ նա կարող է սխալ արձագանք սովորել այդ կաթի նկատմամբ, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մայրը չպետք է օգտագործի կաթնամթերք, ուղիղ հակառակն է նշանակում, որ մայրը պետք է ամեն ինչ օգտագործի, որպեսզի երեխան պարզեցված ծանոթանա այդ սպիտակուցներին եւ հետո ինքնուրույն ուտելու դեպքում ավելի քիչ ունենա։ Ահա։ Իդեպ արդեն մեր քվեարկության արդյունքները պարզվում է մեր տաղավարում հավաքվածների 34%-ը ալերգիկ ռեակցիաներ ունեն, փաստորեն ավելի շատ է, քան ընդհանուր հայաստանյան բնակչությանը, պետք է զգուշ լինել, իդեպ ոնց զգուշ լինենք, ինչ պետք է իմանալ։ Ես կուզեի մի փոքր մեկնաբանել այս թիվը, իրականում կան իրականացված գիտական հետազոտություններ սննդային ալերգիաների հետ կապված եւ երբ հարցում է կատարվել մեծահասակների շրջանում, ավելի քան 30%-ը պատասխանել են, որ իրենք ունեն ալերգիա։ Հետո, որպեսզի պարզեն արդյոք այդ ընկալումը ճիշտ է մարդկանց թե ոչ, իրականացրել են ալերգիկ թեստեր, արյան կամ մաշկային թեստերի միջոցով։ Պարզվել է, որ միայն 10%-ի մոտ կա այդ սխալ հակամարմինները։ Եվ երբ որ կատարել են պրովոկացիոն տեստ, այսինքն տվել են, որ մարդը այդ սնունդը ուտի, միայն 1-2%-ի մոտ է հաստատվել ալերգիան։ Ինչու է դա այդպես, որովհետև սննդի նկատմամբ հնարավոր են նաև ոչ ալերգիկ, բայց կողմնակի ազդեցություններ։ Օրինակ սննդային անտանելություն, ինչպես խոսեցինք ելակի մասին, ելակը իր մեջ պարունակում է նյութ, որը օրգանիզմում եւ ոչ միայն ելակը, տարբեր մրգեր կամ սննդատեսակներ կամ պարունակում են հիստամին, որը մեր օրգանիզմում արտադրվում է ալերգիկ ռեակցիաների ժամանակ, կամ նախորդը հիստամինի, որոնք ստիպում են արտադրվել հիստամին կամ պարունակում են
արագ հիստամին ձեռբազատող նյութ, գրգռող, այսինքն մաշկը նյութ։ Եվ այդ դեպքերում օրգանիզմի ռեակցիան կլինի նույնը։ Բայց դա իմուն ռեակցիա չէ, դա վտանգավոր չէ, որովհետև այն երբեք մեծ մասշտաբների չի հասնում։ Այն կարող է գրգռել բերանի շուրջը, մի փոքր կարմրություն առաջացնել, իսկ իմուն միջնորդավորված ռեակցիաները կարող են դիտարկում որպես ալերգիա։ Ոչ, դա սննդային անտանելիության տեսակ է, եւ միայն այն դեպքերը, երբ իմուն միջնորդավորված են եւ կարող են հանգեցնել ծանր ալերգիկ ռեակցիաների, ինչպես օրինակ անաֆիլաքսիան է։ Փաստորեն մենք տարբերակում ենք սննդային անտանելություն եւ ալերգիկ ռեակցիաներ։ Եթե ալերգիկ ռեակցիաները դա իմունային համակարգի թեկուզ սխալ ռեակցիան է, սխալ պատասխանն է, բայց ասում է դրանով մեր իմունային համակարգը այսպես գրգռված վիճակում է գտնվում եւ այդպիսի մարդիկ ավելի պաշտպանված են լինում այլ հիվանդություններից։ Կիսում եք արդյոք նման տեսակետը թե չէ, որովհետեւ իմ կարծիքով մի քիչ վիճելի տարբերակ էր, բայց տրամաբանություն որոշակի տեսնում եմ դրա մեջ։ Կա այդպիսի բան թե չէ։ Իրականում մեր իմուն համակարգը վաղ մանկական տարիքում երբ սկսում է զարգանալ, ինքը երկու ուղղություն ունի ընտրելու։ Մեկը այն ուղղությունն է, որը որ պարտավոր է պայքարել միկրոբների, վիրուսների դեմ եւ զարգանում է այդ ուղղությամբ։ Եվ երբ այդ իմուն համակարգը չի ունենում կոնտակտ, այսինքն ստերիլ միջավայրում է մեծանում երեխան, ոչ մի միկրոբի հետ շփում չի ունենում, իմուն համակարգը երկրորդ ուղղությամբ է զարգանում, որը որ չի ենթադրում պաշտպանություն, այսինքն վերացնում է ոչ թե վիրուսներին, այլ այն, ինչ առօրյայում երեխան օգտագործում է, օրինակ սնունդը։ Եվ այդպիսով դրանք երկու տարբեր ուղղություններ են։ Այն ուղղությունը, որը պայքարում է սննդի դեմ, այսպես ասած, չի կարող պայքարել ինֆեկցիաների դեմ։ Բայց միևնույն ժամանակ կան դիտարկումներ, որ մենք տեսանք COVID-ի ժամանակ, եւ հետաքրքիր էր, որ ատոպիկ մարդիկ այն մարդիկ են, որոնք ժառանգական հակում ունեն ալերգիա, ավելի քիչ են վարակվում COVID-ով եւ ավելի թեթև են տանում հիվանդությունը։ Այսինքն այնուամենայնիվ մենք չգիտենք որտեղ է դիտարկում կա։ Նրանց իմունային համակարգը ավելի այսպես բարձր մակարդակի վրա է եւ կարողանում է պաշտպանել։ Դա ընդհանրապես դիտարկում է, կարելի ասել դեռևս կորելացիա, եւ մենք չգիտենք պատճառը հետևանքային իրական կապ կա, թե ոչ, մենք չգիտենք որն է բացատրում դա, բայց փաստ է, որ արձանագրվել է։ Լավ, մենք բոլորս գիտենք հակահիստամինային նույն այդ պրեպարատները, հակաալերգիկ պրեպարատները, որոնք կիրառում ենք եւ սովորաբար կիրառում ենք։ Խնդիր ունենք, չգիտեմ, նույն այդ ռինիտը, հակթաուսությունը մենք ունենք, մենք ամեն առավոտ այդ սեզոնին խմում ենք, հանգիստ մեզ համար տանում ենք, բայց կան նաև բուժման միջոցներ, այսինքն գիտենք, որ կարող են գնալ ալերգոլոգական բաժանմունք եւ ստանալ որոշակի դեղամիջոցներ եւ ինչ որ ժամանակահատվածով ազատվել ալերգիաներից։ Ինչպես է սա աշխատում։ Դա իմուն համակարգի շտկման մեխանիզմ է, կոչվում է ալերգեն սպეციფიկ իմունոթերապիա։ Նախ որոշում ենք ինչից է մարդու ալերգիան, եւ երբ արդեն պարզ է դառնում, թե կոնկրետ որ սպիտակուցն է, որ սպիտակուցի հատվածն է, օրինակի համար պարզեցինք, որ ես ունեմ ձվից ալերգիա։ Բայց ձու ուզում եմ ուտեմ, ուզում եմ չվախենամ, ուզում եմ ամեն անգամ չհարցնեմ, վայ սրա մեջ ձու կա թե չկա։ Ձվի ալերգիան մի քիչ այլ կերպ է աշխատում։ Կարող է ձու չլինի, մեղր լինի։ Սննդային ալերգիաները այլ կերպ են աշխատում։ Սննդային ալերգիաների բուժումը այդ տեսանկյունից մի քիչ դժվար է, որովհետև դրանք սկսվում են շատ ավելի վաղ տարիքում, հատկապես ձուն, կաթը, ցորենի ալյուրը, եւ երեխաների ուղիղ 70%-ը տարիքի հետ հաղթահարում է այդ ալերգիան, ինքնուրույն հաղթահարում է։ Ինչպես ենք մենք վարվում այդ պարագայում։ Երբ հայտնաբերում ենք, որ այդ սխալ հակամարմինները արտադրվում են երեխայի օրգանիզմում, դա բավարար չէ։ Մենք պետք է ապացուցենք, որ այդ սխալ հակամարմինները իսկապես վնասում են երեխային եւ հիվանդանոցային պայմաններում տալիս ենք այդ սնունդը փորձարկելու նպատակով։ Դա կոչվում է պրովոկացիոն տեստ։ Շատ հաճախ երեխաները ունենում են հակամարմինները, բայց այնքան թույլ են արձագանքում, որ կարելի է տալ սնունդը, բայց դա միայն բժիշկը պիտի որոշի։ Այդ դեպքում մենք խորհուրդ ենք տալիս առնվազն շաբաթը 2 անգամ շատ փոքր քանակներով կերակրել այդ սնունդը, օրինակ բարձր ջերմաստիճանում ջերմային մշակում անցնելուց հետո, եւ դա օգնում է երեխաներին հաղթահարել ալերգիան։ Եվ 6 ամիսը մեկ, եթե չի հաղթահարել, 6 ամիսը մեկ կրկին փորձում ենք, որպեսզի տեսնենք արդյոք իր բնական ընթացքով հաղթահարվել է ալերգիան։ Վերջին հարցս շոկոլադի հանդեպ ալերգիկ ռեակցիաներ ունեք, թե ոչ։ Եթե մարդը ունի կաթից ալերգիա եւ ուտում է կաթնային շոկոլադ, հնարավոր է որ ունենա։
Ես ոչ իհարկե։ Որովհետև շոկոլադը իրականում ստեղանին դրած էր զուտ ձեզ համար էինք պատրաստել։ Հիշեցնեմ իմ հյուրը այսօր ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն էր։ Եղեք զգույշ, եղեք առողջ, մի վախեցեք ալերգիաներից եւ եթե ունեք, ապա անպայման դիմեք բժշկի։ Մնացեք մեզ հետ։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Ճապոնացիները երրորդ սերնդի ատամներ են աճեցնում, իսկ չինացիների ստեղծած նոր սոսինձն ամրացնում է կոտրված ոսկրերն ընդամենը 2 րոպեում։ Բժշկական գյուտեր, որոնց մասին գուցե չեք լսել։ Երրորդ սերնդի ատամնաշար են խոստանում ճապոնացի գիտնականները։ Բացակայող ատամներով մարդիկ բառացիորեն կարող են նորերն աճեցնել շնորհիվ նորարարական դեղամիջոցի, որը հավակնում է դառնալ պրոթեզների եւ իմպլանտների այլընտրանքը։ Ճապոնական Օսակա քաղաքի Կիտանի բժշկական հետազոտությունների կենտրոնի գիտնական Կացու Տակախաշին դեռ 2024-ի հոկտեմբերին է սկսել իր գիտափորձերի շարքը։ Տակախաշին համոզված է, որ կաթնատամներից եւ հիմնական ատամներից բացի մարդու լնդերում թաքնված են այսպես կոչված քնած երրորդ սերնդի ատամներ։ Գիտնականի ստեղծած նոր դեղամիջոցը հիմնված է հատուկ հակամարմինների վրա, որոնք պետք է արթնացնեն հենց այդ քնած ատամների արմատները։ Հետազոտողները մտադիր են այս դեղամիջոցը դարձնել առանց դեղատոմսի միայն 2030 թվականին։ Հակամարմիններով բուժումը կրծողների դեպքում դրական արդյունք է տվել։ Այս լուսանկարում այն առնետներն են, որոնց նոր ատամներն աճել են մոտ 11 ամիս տևած փորձերից եւ դեղամիջոցի ներարկումից հետո։ Bone 02 հեղափոխական ոսկրային սոսինձն ունակ է կոտրված ոսկրերն ամրացնել ընդամենը 2-ից 3 րոպեում։ Նորարարական գյուտը մշակվել է Չինաստանում, Չժեցյան նահանգում գտնվող Սր Ռանրանշոուի հիվանդանոցում։ Գիտական խումբը ղեկավարում է պրոֆեսոր Լին Սյանթվենը։ Սոսնձի ստեղծման գաղափարը ծագել է ոստրեի սպիտակուցի հատկություններն ուսումնասիրելուց։ Այն նույնիսկ ջրի տակ արտասովոր կպչունությամբ է աչքի ընկնում։ Bone 02-ը կենսաքայքայվող նյութ է, ի տարբերություն կոտրվածքների ժամանակ կիրառվող մետաղյա պտուտակների կամ թիթեղների, այս սոսինձը օրգանիզմը 6 ամսվա ընթացքում հեշտությամբ ներծծում է։ Ի դեպ Bone 2 ոսկրային սոսնձի շնորհիվ արդեն ապաքինվել են 150-ից ավելի բուժառուներ, միաժամանակ խուսափելով երկրորդային վիրահատություններից։ Չինացիներն այդ ընթացքում հերթական տնտեսական թռիչքն են գրանցում։ Bone 2 ոսկրային սոսինձն արդեն մտել է արտադրության եւ միջազգային արտոնագրման փուլ, իսկական հեղափոխություն անելով համաշխարհային օրթոպեդիայի ոլորտում։ Եվ այսպես ծնողների դպրոցն է մեր եթերում եւ ինչի մասին ենք խոսելու կիմանաք մի փոքր ավելի ուշ։ Եկեք հրավիրենք մեր այսօրվա հյուրին, իսկ հյուրը մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ Համեցեք։ Ողջույն մեջքույն։ Բարև։ Ես ուզում եմ միանգամից մեր հեռուստատողի ուշադրությանը ներկայացնել սննդատեսակները, որ այսօր մենք ունենք, ընկուզեղեն, ձու, սոյայի լուծույթ ունենք այստեղ, կաթ ունենք եւ փորձեք կռահել, թե սրանք բոլորը ինչ կարող են հանդիսանալ։ Սեղանին դրված են մանկաբուժության մեջ եւ առհասարակ բժշկության մեջ հայտնի ամենահաճախ հանդիպող ալերգենները։ Ձեր երեխան կարող է ունենալ ալերգիա սրանցից յուրաքանչյուրի կամ կարող է անգամ բոլորի հանդեպ։ Կամ ոչ մեկից։ Կամ ոչ մեկից, ա որ ամենալավ տարբերակն է։ Ինչպես կարող է ալերգիան դրսևորվել, շատ անսպասելի կերպով, երեխան լավ էր, ուրախ էր, զվարթ էր, ուտում էր, խմում էր, խաղում էր, հանկարծ երեխայի վրա ցան, այտուց, գնալով ավելի վախենալով, շնչառության խանգարում, վտանգավոր է իրականում, ինչ ասես կարող է լինել, ամենավատ բանը կարող է լինել անգամ ալերգիա կոչվող թվում է թե հասարակ բանից։ Երբ կարող է առաջին ալերգիկ ռեակցիան տեսնել ծնողը երեխայի մոտ, ինչ տարիքում։ Դուք նշեցիք այն բոլոր հիմնական գանգատները, որով դիմում է ծնողը մանկաբույժին, կասկածելով, որ երեխայի մոտ եղել է ալերգիկ դրսևորում։ Ինչպես արդեն նշեցիք, հիմնական նշանները մարմնի տարածուն ցանավորում, այտուց, երբեմն շնչական խանգարումներ, դժվարաշնչության կլինիկայով, այո, եւ երբեմն կարող է արտահայտվել անգամ սկիզբը որովայնացավով ու մարսողական խանգարումներով։ Հետևաբար այդ բոլոր սիմպտոմները երեխաների մոտ կարող է դրսևորվել ցանկացած տարիքում, բայց հաճախականությունը եւ հավանականությունը գնալով կարող է փոփոխվել, հաշվի առնելով այն փաստը, որ սննդամթերքը երեխայի առօրյայում մտնում են հերթականությամբ։ Դե բնական է, ասենք, թե մեկ ամսականում դժվար ինչ որ մեկը ուզեղեն տված լիներ, հուսով եմ, որ կովի կաթել չէին տալու, բայց այնուամենայնիվ մի քիչ մեծացավ, ինչքան մեծացավ, այնքան
Շատ բաներ է ուտելու, այնքան մեծ է հավանականությունը, այո, որ կհանդիպի վերջի իր սիրելի ալերգենին։ Ինչպես նշեցի կովիկաթի մասին, թերևս դա առաջին ալերգենն է երեխայի համար, որ կարող է մայրիկը հանդիպել, առաջին ալերգիկ ռեակցիան, որ կարող է դիտվել անգամ կաթնախառնուրդ ուտելուց հետո։ Մենք թերևս մանկաբույժներս միշտ փորձում ենք համոզել ծնողներին, որ կովիկաթը լավագույն ընտրությունը չէ բալիկի որպես հիմնական սնունդ օգտագործելու համար մինչև 1 տարեկան, բայց ցավոք դեռ լինում են դեպքեր, որ երեխան օգտագործում է կովիկաթ եւ ձեր նշած գանգատները հենց կարող են դիտվել անգամ 1 ամսականում արտահայտվել որպես կովիկաթից նկատմամբ ալերգիա։ Լուրջ մինչև դեպքեր ունեք, երբ 1 ամսականին կովիկաթ են տալիս։ Այո, երբ նկատում են, որ մայրիկի կաթը ըստ տատիկի խոսքերի անորակ է, փորձում են այն փոխարինել կովիկաթով։ Խնդրում եմ, էլի մի արեք, մեղք են այդ երեխաները։ Իդեպ մի դեպք նշեմ, երբ որ նկատվել էր ալերգիա երեխայի մոտ կովիկաթից եւ գիտեք ինչն էին փոխել, կովին էին փոխել։ Վաճառել էին կովը, տարբերակ որ կացեին էսմիկ ալերգիկ է, տարեք սրան, մի հատ ուրիշ երեխա բերեք։ Ոչ վաճառել են իրենց կովը եւ գնել այլ կով։ Գնացինք առաջ, ինչ անել։ Նկատեցինք։ Ամեն ինչ ճիշտ ենք արել, երեխան, չգիտեմ, 3 տարեկան է, կովիկաթ ենք տվել եւ երեխայի մոտ ալերգիկ ռեակցիա է զարգացել, ինչ անել։ 3 տարեկան բալիկի մոտ գրականությունը նշում է, որ հավանականությունը, որ հաղթահարել է կովիկաթի ալերգիան, ավելի մեծ պետք է լինի, բայց եթե անգամ դրսևորվել է ալերգիկ ռեակցիա, որը դրսևորվել է ցանով, մարմնի տարածում, երբեմն այտուցով եւ ավելի քիչ հավանական շնչահեղձության դրվագով, մայրիկը պետք է այդ վտանգի նշաններին տիրապետի առաջին հերթին, այսինքն գնահատի դա որպես ալերգիկ ռեակցիա եւ առաջին օգնությունը պետք է հակալերգիկ դեղորայքներ մուծվի։ Տարիքին եւ քաշին համապատասխան, ի ուրախություն մեզ մայրիկների մեծ մասը դեղորայքին տիրապետում է եւ կարողանում է ճիշտ հակալերգիկ ընտրել բալիկի համար, որովհետեւ կյանքի ինչ-որ մի փուլում օգտագործած է լինում հակալերգիկը։ Հակալերգիկ դեղորայքը տալուց հետո պետք է անմիջապես կապ հաստատի մանկաբույժի հետ, եթե անհրաժեշտություն գտնի մանկաբույժը, նաև դիմի շտապ օգնություն, որպեսզի երեխային շտապ զնվի մանկաբույժի կողմից։ Ու կյանքում այդ երեխան կովիկաթ էլ պիտի չխմի։ Միշտ մայրիկները, նաև հայրիկները այդ հարցը նշում են, վերջ մենք ունենք ալերգիա, բացառում ենք, թե ոչ, այստեղ մանկաբույժը պետք է փորձի բացատրել եւ բացատրի ծնողին այդ վիճակագրական տվյալները։ Գրականությունը թույլ է տալիս ասել, որ մինչև 1 տարեկան երեխաների մոտ 30%-ով հաղթահարվում է այս ալերգիան եւ մինչև 6 տարեկան երեխաների մոտ գրեթե ամբողջովին անցնում է։ Հետևաբար, եթե ունեցել ենք ալերգիկ ռեակցիա, տիպիկ բնորոշ, մանկաբույժը դիտարկել է դա, համոզված ենք, որ դա ալերգիկ ռեակցիա է եղել, պետք է որոշ ժամանակով բացառվի սննդակարգից կաթնամթերքը։ Հետո արդեն մանկաբույժի եւ ալերգոլոգի հսկողությամբ կամած ներմուծվի սննդակարգ փոքր չափաբաժիններով, բայց այստեղ կարևոր նշան է, որ պետք է լինի մանկաբույժի հսկողության տակ։ Երբեմն եթե պատմում են մեծ սուր ալերգիկ ռեակցիաներ, անգամ հոսպիտալացման ցուցում է համարվում, երբ որ պետք է ներմուծվի սննդակարգի մեջ։ Եվ մեծ տոկոս դեպքերում այդ ալերգիան հաղթահարվում է եւ ամբողջ կյանքի ընթացքում չի լինում։ Առանց մեր օգնության, առանց բժիշկների, առանց որևէ մի բանի ուղղակի երեխաները մեծանում են եւ ինքնուրույն հաղթահարում են։ Մեծամասամբ այդպես է լինում է։ Եթե մնաց, դե կներեք։ Դե այդ դեպքում արդեն հաստատ ասում ենք, գիտեք ինչ կա։ Դուք էլ կովիկաթ մի խմեք։ Հիմա այդպես է ստացվել, ոչ մի սարսափելի բան չկա։ Հիշեցնեմ արգելի հեռուստատողներ, մենք խոսում էինք ալերգիաներից, իմ հյուրը այսօր մանկաբույժ Մերի Մարանդյանն էր։ Մենք շատ հաճախ այսպես թեթև ենք նայում, ասում ենք դե կանցնի, բայց հիշեք, որ ամենապարզ ալերգիան կարող է անգամ երեխայի մահվան պատճառ դառնալ, այնպես որ եղեք ուշադիր, եղեք զգույշ եւ միշտ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, սնվենք հաճույքով եւ մնանք առողջ հատվածն է մեր եթերում, իսկ մեր հյուրը ԵՊԲՀ հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանն է։ Ողջույն բժիշկ Մկրտչյան։ Ողջույն։ Այսօր մեր սեղանը առանձնապես այսպես ճոխ չի, ընդամենը լոբազգիներն են, բայց թեման հենց նրանք են։ Բազմաթիվ լոբազգիներ կան, մենակ մեր իմացած լոբին մի քանի տասնյակ տարատեսակներ ունի, չգիտեմ, 1000 տեսակ է, այնպես որ իրականում ինքը շատ կարևոր մի սննդային խումբ է մեր սննդակարգում։ Ինչու է կարևոր։ Մսի մեջ 16-ից 20% սպիտակուցություն, ոսպի մեջ 24-25% սպիտակուցություն։ Իրականում հրաշալի սպիտակուցի աղբյուր են բոլոր լոբազգիները։ Այն մարդիկ, որոնք հրաժարվել են մսից, անմիջապես հիշում են լոբազգիներին եւ ասում են, դե մենք լոբազգիների ընտանիքի ներկայացուցիչներով սպիտակուցի պաշարը լրացնում ենք, մեզ պետք չի միս ուտել։ Եվ երբ որ դուք հենց նոր մսի հետ համեմատեցիք, այո, ես կարծեմ նրանցից շատերը ասին, բա որ ասում էինք, բայց որակի առումով
Այո։ Լոբազգների սպիտակուցները կատարյալ չեն, այնքան էլ բալանսավորված չեն, եւ մենք ունենք որոշ ամինաթթուների դեֆիցիտ։ Դրա համար մենք պիտի միշտ հաշվի առնելով այդ փաստը լոբազգների հետ զուգահեռ օգտագործենք նաեւ այլ սպիտակուցի աղբյուրներ։ Միս։ Եվ ուր են այդ ամինաթթուները, չէ՞։ Լոբազգների մեջ կան նյութեր, որոնք չեն թողնում, որ լավ յուրացվեն երկաթը, վիտամինները եւ այլն։ Նույնիսկ երկաթը իր մեջ, քանի որ հեմի երկաթ չի, ընդհանրապես 1% է կարող յուրացվել։ Լոբազգիները պետք է համադրել, օրինակ ասենք, մսի հետ կամ գոնե վիտամին C պարունակող բանջարեղենի հետ, որ հեշտացնենք այդ երկաթի յուրացումը։ Այլապես ինքը պարունակում է շատ ավելի շատ երկաթ, քան միսը, բայց մսից մենք յուրացնում ենք 25%, լոբազգներից ընդհանրապես 1-2%։ Ինձ ինչ թե ինչքան է պարունակվում, եթե չեմ յուրացնում։ Նույնը վերաբերում է անեմիաներին, չէ՞, տեսեք, երբ որ գալիս են երկաթի պակասով, խնդիրներով եւ ասում են, բժիշկ ջան, ինչ ուտենք, որ վերականգնենք քանակը։ Մենք միշտ խորհուրդ ենք տալիս նման պարագայում դեղորայքի օգտագործում, որովհետեւ սնունդով վերականգնել, եթե կլինիկական արդեն երկաթ այո, երկաթի համար դա հնարավոր չէ։ Ու ինչքան ուզում եք դուք երկաթով հարուստ սննդամթեր կուտեք, կերեք խնդրեմ, բայց չէ որ կա նաև յուրացման հարց, դուք չեք յուրացնելու։ Ոնց մտնելու է ձեր օրգանիզմ, նույն ձևի դուրս է գալու մեծամասնությունը։ Շատ լավ սննդային թելիկների աղբյուր են լոբազգները։ Մենք միշտ ենթադրում ենք, որ իրենք մարսողության համար վատ են։ Նայեք, իրականում, քանի որ իր մեջ սննդային թելիկները շատ են եւ պերիստալտիկան լավանում է աղիների կսկողումը, հա, ինքը իրականում այդ առումով նպաստում է աղիների շարժմանը եւ յուրացմանը, բայց մյուս կողմից մենք ունենք օլիգոշաքարներ սրա մեջ, որը մենք չենք կարող յուրացնել, հասնում է հաստ աղիներ եւ ֆերմենտացվում է միկրոֆլորայի կողմից եւ առաջանում է այն տհաճ զգացողությունը, գազեր եւ այլն։ Եվ սա դա շատ անհատական է, մարդիկ ովքեր այդ խնդիրը չունեն, շատ ողջևորվում է եւ խրախուսում է, որ իրենք օգտագործեն լոբազգներ։ Ընդհուպ մինչեւ եթե շատ քանակությամբ միս են օգտագործում, ասում են միսը մի փոքր պակասեցրեք, դրա փոխարեն լոբազգի։ Ընդունում եմ։ Բայց եթե մարդիկ ունեն այդ խնդիրը, շատ հաճախ նման խնդիր ունեն մարդիկ, ովքեր ունեն գրգռված աղիքի համախտանիշ օրինակ, հա, տարբեր խնդիրներ աղիքային, իրենք այդ խնդիրը ավելի արտահայտված են ունենում։ Այս դեպքում պետք է զգույշ լինել։ Միևնույն ժամանակ պատրաստման եղանակը անպայման պետք է թրջել։ Երբ որ մենք թրջում ենք, այդ թրջելու ժամանակ ամբողջ գիշեր որ թողնում ենք, բայց սառնարանում, որտեղ սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ թրջելու պարագայում մենք վտանգի ենք ենթարկվում, որ կարող է թթվի, հայերեն ասած, հա։ Շատ նյութեր դուրս են գալիս, բոլոր այդ ֆիտատները հեռացում են, որ չեն թողնելու ներծծվի, եւ նաեւ ավելի արագ է պատրաստվում եւ ավելի որակյալ են դառնում թե սպիտակուցները, թե վիտամինների յուրացումը եւ այլն եւ այլն։ Այսինքն դուք խորհուրդ եք տալիս անպայման թրջել, այո, եւ ես շատ սիրում եմ օրինակ ոսպը ծլեցրած, որտեւ այդ ծլեցնելու ընթացքում, երբ որ նոր ավելի հետաքրքիր է, այստեղ ավելի մեծանում է վիտամինների պարունակությունը։ Եվ եթե ճիշտ գրագետ մենք ծլեցրել ենք, այսինքն չկա բակտերիալ ռիսկը, այնտեղ սնկային ռիսկը, այնտեղ ավելի խտացված են բոլոր այդ կարևոր վիտամիններն ու հանքային տարրերը եւ յուրացումն էլ ավելի հեշտ է։ Իրականում լոբազգների ամենամեծ ժամանակակից խնդիրներից մեկը նաեւ պատրաստման երկար ժամանակն է։ Հա, մարդիկ ուզում են արագ հեշտ։ Այո, դրա համար էլ կամած կարծես լոբազգներ դուրս են գալիս մեր սննդակարգից, որտեղ պիտի հիշեմ, երեկոյան հանեմ, թրջեմ, հետո միևնույն է դրանից հետո էլի որոշ ժամանակ պետք է եփեմ իրեն։ Իդեպ որ սննդատեսակների հետ համատեղելի չէ լոբին։ Այդտեղ իրականում չկա որևէ սահմանափակում, թե ինչ հետ չի կարելի։ Ընդհուպ ասեմ, երկրներ կան, որտեղ լոբազգները նույնիսկ քաղցրեղենի, ընդեղենի մեջ է օգտագործվում, հա։ Այնպես որ այդ համադամ, գեղեցիկ, համեղ այդ քաղցրավենիքների մեջ կարող են լինել նաև ալյուր, լոբազգիների, սիսեռի ալյուրով պատրաստված լինի, լոբու ալյուրով պատրաստված լինի, այնպես որ ինքը ամենուր օգտագործվում է։ Եվ ես իրականում շատ սիրում եմ հայկական պարզ ամենօրյա մեր խոհանոցում մի բաղադրատոմս, դա ոսպով բրնձով փլավն է։ Այո, ոսպի սպիտակուցների մեջ մենք մեթիոնին չունենք, բայց լիքը լիզին ունենք։ Բրնձի մեջ չունենք լիզին, բայց ունենք մեթիոնին։ Եվ իրենց իրար հետ դնելով այդ կոմպլեմենտարության, համատեղության կանոնով մենք փակում ենք այդ կարևոր ամենաթթուների օրական պահանջը։ Կարող ենք մենք արդյոք սա համարել դիետիկ սննդատեսակ։ Ինքը կալորիական է։
Եթե դիետա ասելով մենք նկատի ունեցած կալորիականություն, ոչ, ինքը կալորիական է։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք խոսում էինք գլոբազգիների մասին։ Մեր հյուրը այսօր ԵՊԲ հիգիենա եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Մկրտչյանն էր, խոսեցինք դրական բացասական կողմերի մասին, խոսեցինք ճիշտ պատրաստելու տարբերակի թրջելու անհրաժեշտության մասին եւ իհարկե չմոռացանք ասել, որ ինչքան էլ ունի սպիտակուց, այնուամենայնիվ երբեք լոբին չի կարող փոխարինել մսին։ Մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ Գեղեցկության արվեստն է, այսօր խոսելու ենք բիոռևիտալիզացիայի մասին։ Ինչ է բիոռևիտալիզացիա? Ժամանակակից էսթետիկ բժշկության մեթոդ է, որը նպաստում է մաշկի խոնավեցմանը, կենսական գործընթացների արագացմանը եւ վերականգմանը։ Հիմքում հիալուրոնաթթուն է, բնական պոլիսախարիդ, որը գոյություն ունի մեր մաշկում եւ պատասխանատու է մաշկի առազգականության, փայլի եւ թարմության համար։ Ստրեսի, տարիքի, արևային ճառագայթների եւ շրջակա միջավայրի ազդեցությամբ մաշկում առկա հիալուրոնաթթվի քանակը պակասում է, ինչի հետևանքով մաշկը կորցնում է իր տոնուսը, առազգականությունը եւ փայլը։ Բիոռևիտալիզացիայի ընթացքում դերմայինք ներարկում հիալուրոնաթթու, մաքուր, երբեմն կարող են լինել հավելումներ վիտամինների, պեպտիդների եւ ամինաթթուների տեսքով, որոնք բերում են խոնավացման պրոցեսների արագացմանը, կոլագեն էլաստին սինթեզի արտադրությանը եւ բնականաբար նպաստում են մաշկի վերականգմանը։ Բիոռևիտալիզացիան կիրառվում է դեմքի, ձեռքերի, դեկոլտեի եւ պարանոցի շրջանում։ Այն կարող են կիրառել տարին 2-ից 3 անգամ եւ արդյունքը պահպանվում է 6-ից մինչեւ 9 ամիս, կախված մաշկի տիպից եւ ընտրված նյութից։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։